Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է, ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը, ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր հաղորդումը մենք սկսենք փոքրիկ իրավիճակի քննարկումից։ Պատկերացրեք, որ ձեր դպրոցական երեխան նախորդ օրը իր բոլոր դասերը կատարել է եւ պատրաստվել է առավոտյան դպրոց գնալուն, բայց առավոտյան մոտենում է ձեզ եւ ասում է, որ իրեն լավ չի զգում։ Ինչ եք անում առաջինը դուք։ Մտածում եք, որ երեխան միգուցե չի ուզում գնալ դպրոց եւ այդ պատճառով ձեզ ստում է։ Եվ միգուցե ասում եք, որ պետք չէ ստել, կամ ինչ պատահեց մի քանի ժամվա ընթացքում, որ դուք ես սկսեցիր վատ զգալ եւ այդպես շարունակ։ Բայց երեխայի մոտ կարող է լինել հոգեմարմնային խնդիր։ Պատկերացրեք, երբ երեխաների մոտ հուզական վիճակը լարված է լինում, իրենց հույզերի պատճառով իրենք կարող են ունենալ նաև օրգանական խնդիրներ։ Պատկերացրեք օրինակ դպրոցական քննությունները, երեխան նախապես պատրաստվում է, բայց միևնույն ժամանակ լարվում է, անհանգստանում է եւ իրեն թվում է, որ այն ամենը, ինչ նախապես սովորել է, անմիջապես մոռանալու է։ Եվ այդ պահերին նա կարող է ունենալ ցավեր, որովայնի շրջանում, կարող է իրեն թույլ զգալ եւ նմանատիպ այլ ախտանշաններ ունենալ։ Որպեսզի այդ ամենը բացառենք, այսինքն բացառենք այդ ախտանշանների օրգանական լինելը, ճիշտ կլինի, որ դուք դիմեք բժշկի։ Եթե բժիշկը ասում է, որ ամեն ինչ կարգին է երեխայի օրգանիզմի հետ, այդ դեպքում պետք է հասկանաք, որ ուժեղ ստրեսային գործոնների պատճառով երեխայի հուզական լարվածությունն արդեն փոխվել է օրգանական խնդիրների։ Բայց խոսքը չի վերաբերվում միայն երեխաներին։ Մենք մեծահասակներս էլ իհարկե ժամանակ առ ժամանակ ունենում ենք նման խնդիրներ։ Կհիշեք, երբ շատ կարևոր միջոցառման պետք է մասնակցեիք, տրամադրվել էիք, ամեն ինչ կատարել էիք ճիշտ, բայց հենց անմիջապես ձեր բեմ բարձրանալուց կամ խոսելուց առաջ ձեր ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, որովայնի շրջանում կարող եք ծակոցներ ունենալ, կարող է կոկորդում ցավ լինել եւ նմանատիպ այլ երևույթներ։ Նման դեպքերում շատ կարևոր է, որպեսզի դուք հասկանաք, որ այդ ամենը իհարկե նորմալ է եւ պետք է հասկանալ, մտովի տրամադրվել, որ այդ հուզական վիճակը որոշ ժամանակ հետո միևնույն է անցնելու է եւ այն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Պատկերացնենք եւս մեկ իրավիճակ։ Երեխա, ով առաջին անգամ պետք է գնա դպրոց եւ նախապես պատրաստվել է, բայց միևնույն ժամանակ ներքին տագնապի զգացողություն ունի, չէ՞ որ դպրոցն իր համար լրիվ նոր միջավայր է, հատկապես նրբազգաց երեխաների համար այդ միջավայրը կարող է ընկալվել որպես վտանգավոր միջավայր, որովհետեւ նա դեռ չգիտի այնտեղ ում է հանդիպելու, իր հանդեպ ինչպիսի վերաբերմունք է տեսնելու ու նմանատիպ շատ բաներ։ Երեխան մոտենում է ձեզ եւ ասում, որ չի ցանկանում դպրոց գնալ։ Ու դուք այդ պահին բարկանում եք, սկսում եք գոռգոռալ, ոչ, բոլոր երեխաները գնում են դպրոց, դու էլ պետք է բացառություն չլինես, էլ չլսեմ նման խոսքեր եւ նմանատիպ արտահայտություններ, որոնց պատճառով երեխան իր հույզերը, վախը, տագնապը չարտահայտելու արդյունքում ունենում է լարվածություն։ Եվ հավանական է, որ երեխայի մոտ որևէ օրգանական խնդիր սկսվի այդ պահին։ Դուք մտածում եք, որ երեխան իրականում այսպես ասած դերասանություն է անում, բայց նա բացարձակապես դերասանություն չի անում եւ այն ամենը, ինչ իր հետ կատարվում է իր ճնշած հույզերի պատճառով։ Իսկ եթե դրա փոխարեն դուք երեխային բացատրեք ավելի մեղմ, ավելի հանգիստ ձևով, որ դպրոցն իրեն նոր գիտելիքներ է տալու, որ նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն է ունենալու, որ իհարկե, այո, կարող են ժամանակ առ ժամանակ նաև դժվարություններ լինել, բայց այդ բոլոր դժվարությունները հաղթահարելի են։ Դուք նույնիսկ երեխաներին կարող եք պատմել ձեր դպրոցական փորձի մասին, այսինքն ձեր մանկությունից պատմեք որևէ դրվագ, որը այդ պահին երեխայի հոգեվիճակին համապատասխան է։ Գիտես, ես էլ առաջին անգամ դպրոց ոտք դնելուց շատ էի անհանգստանում, մտածում էի արդյոք կգտնեմ այնտեղ ընկերներ կամ կկարողանամ դասերս ժամանակին ու պարտաճանաչ կատարել։ Սկզբում անհանգստանում էի, բայց հետո երբ գնացի դպրոց, հասկացա, որ իրականում այնտեղ շատ հետաքրքիր է։
Կարծում եմ հասկացաք ինչի մասին է խոսքը, հարգելի ծնողներ։ Դրա համար պետք է երեխային թույլ տալ, որ ցանկացած հույզ նա կարողանա լիարժեք ապրել եւ այդ հույզերը չտարանջատել լավի կամ վատի։ Երբեմն հանդիպում են դեպքեր, երբ ծնողն ասում է՝ «Չէ, մի տխրիր»։ Դու մի լացիր, պետք չէ լացել, միշտ ուրախ եղիր։ Իրականում հնարավոր չէ միշտ ունենալ 1 կամ 2 հույզ կամ ունենալ միայն դրական հույզեր։ Մենք առավոտյան արթնանալով ունենում ենք որոշակի տրամադրություն ու նաև տրամադրվածություն այդ օրվա հանդեպ, բայց շատ դեպքերում հանգամանքների բերումով մեր տրամադրությունն էլ է ամբողջովին փոխվում եւ մեր հուզական ֆոնն էլ ավելի լարված է դառնում։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի երեխաներին բացատրեք, որ ցանկացած հույզ էլ ընդունելի է ու ճիշտ է։ Եթե պետք է, թող զայրանա մի փոքր, եթե իրեն վատ է զգում հուսահատվել է, թող կիսվի ձեզ հետ, դուք փորձեք միասին ելք գտնել այդ իրավիճակից, ուրախացել է, փորձեք հասկանալ ուրախության պատճառը եւ այդպես շարունակ։ Իրականում երեխաների հետ անկեղծ զրույցը կօգնի, որպեսզի դուք ներաշխարհին ավելի մոտիկից ծանոթանաք եւ օգնեք, որպեսզի նա բացահայտի հուզական աշխարհը, ընդունի իր հույզերն այնպիսին, ինչպիսին որ դրանք կան, հասկանա դրանց պատճառները եւ հետագայում նաեւ հարգանքով վերաբերվի այլոց հույզերի նկատմամբ։ Դրա համար, հարգելի ծնողներ, դուք էլ պետք է խոսեք ձեր հույզերի մասին, ձեր զգացմունքների մասին, երբ երեխան մոտենում է ձեզ եւ տեսնում է, որ դուք բարկացած եք կամ նեղված եք, լաց եք լինում, մի հերքեք ձեր այդ զգացմունքները, մի ասեք, չէ, ամեն ինչ կարգին է եւ այդպես շարունակ։ Բացատրեք երեխային, որ այո, անգամ մեծահասակները երբեմն արտասվում են, տխրում են, հուսահատվում են, բայց չի նշանակում, որ այդ ամբողջ տխրությունը տևելու է երկար ժամանակ։ Իրականում բոլորիս էլ ժամանակ առ ժամանակ օգտակար է արտասվելը, մեր նյարդային համակարգը լիցքաթափվում է դրանից եւ ամեն անգամ երբ դուք նեղված պահերին, հուզականորեն բուռն պահերին երեխային մոտ հերքում եք այդ ամենը, դուք դրանով իսկ արգելափակում եք նաեւ իր հույզերն արտահայտելու հնարավորությունը։ Հետագայում նա այդ ամենը ճնշում է իր մեջ, ինչն էլ արդեն ինչպես ասացինք, դառնում է մարմնական խնդիրների պատճառ։ Եկեք այս պահից խոստանանք, որ այսուհետև շատ ուշադիր եք լինելու երեխաների հուզական աշխարհի նկատմամբ, փորձելու եք իրենց օգնել եւ սատարել ամեն անգամ, երբ իրենք որևէ խնդիր են ունենում կյանքում, եւ ամենակարևորը հնարավորինս համբերատար եք այդ ամենն անելու ու չեք հերքելու երեխայի զգացածը։ Մեզ մեծահասակներիս երբեմն հարմար է այսպես ասած լսող երեխա ունենալը, երբ երեխան ամեն հարցում լուռ լսում է, չի հակաճառում մեզ, չի հակասում որևէ մեր ասածին ու այդպես շարունակ, բայց հարգելի ծնողներ, ինչպես արդեն ասացինք, հենց այդ լսելու, մշտապես ամեն ինչը ճիշտ անելու տակ թաքնված են բազմաթիվ խնդիրներ, որոնք հետագայում երեխայի կյանքում դժվարությունների առաջացման պատճառ կդառնան։ Շատ լավ է լինում, երբ դուք որևէ բան ասում եք ու երեխան ներկայացնում է իր տեսակետը, չէ՞ որ երբեմն մենք էլ մեծահասակներով կարող ենք սխալվել կամ որևէ իրավիճակի ճիշտ պատկերացում չկարողանանք կազմել։ Բոլորին բնորոշ երևույթ է դա, եւ երեխայի կարծիքը լսելը ու առավել եւս նաեւ երեխայի կարծիքը հաշվի առնելը ոչ միայն օգնում է, որ նա ինքնագնահատականի հետ խնդիր չունենա, իր կարեւորությունը զգա, այլ նաեւ ամրապնդում է ծնող երեխա հուզական կապը։ Երեխան իրեն կարևոր է զգում ու հասկանում է, որ իր արտահայտածը ձեզ համար առաջնային է։ Դրա համար, երբ երեխան մոտենում է ձեզ եւ որևէ հարցում ուզում է լսել ձեր կարծիքը կամ պարզապես ուզում է, որ դուք իրեն գրկեք, շոյեք, իր նեղվածությունն է փորձում ձեզ պատմել, 5 րոպե մի կողմ դրեք հեռախոսը կամ այն առարկան, որով դուք տվյալ պահին աշխատում եք, օրինակ ճաշ եք եփում եւ շերեփը ձեր ձեռքում է։ Երեխայի հետ աչքի կոնտակտը հաստատեք, այսինքն նայեք երեխայի աչքերի մեջ, աշխատեք անել այնպես, որպեսզի նրա հետ գտնվեք միևնույն հարթության վրա, այսինքն նստեք դեմ դիմաց կամ իրեն նստեցրեք ձեր գիրկը, շոյեք մազերը եւ փորձեք ուշադրությամբ լսել այն ամենը, ինչ ասում է երեխան ձեզ ու կարեկցել նրան, որովհետեւ ձեր մեկ խոսքն անգամ կարող է փոխել երեխայի հոգեվիճակը եւ նա դրանից իրեն ավելի կարեւոր կզգա ու ավելի հանգիստ կլինի նյարդային համակարգը։
Իսկ նյարդային համակարգի հանգստությունն արդեն կօգնի, որպեսզի երեխայի մոտ չառաջանան հոգեմարմնային խնդիրներ։ Հարգելի հեռուստադիտող, հաղորդման երկրորդ հատվածում ինձ հյուր է եկել Մանեն։ Նրա օգնությամբ մենք նախապես պատրաստել ենք զգայական տախտակ։ Մեր ուշադիր հեռուստադիտողները կհիշեն, որ մենք արդեն իսկ ձեզ ներկայացրել ենք խաղ մեր զգայարանների ակտիվացման համար։ Այսօր այդ խաղի շարունակությունը կներկայացնենք, բայց մինչ այդ եկեք ծանոթանանք Մանեի հետ։ Ողջույն Մանե։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Մանե ջան, քանի տարեկան ես։ 6։ Շատ լավ։ Ուրեմն դպրոց ես հաճախում, ճիշտ եմ։ Այո։ Շատ լավ։ Առաջի դասարան։ Այո։ Իսկ մեր հեռուստադիտողին կպատմես, դու ինչով ես սիրում զբաղվել։ Ես իմ քույրիկներիս հետ խաղալ։ Ահա, շատ լավ։ Կարծում եմ այսօրվա մեր խաղը քեզ համար հետաքրքիր կլինի ու դու տանը կկարողանաս քույրիկների հետ խաղալ նաև։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերցրել ենք ստվարաթղթի կտոր, սոսինձ, հատիկեղեն։ Հարգելի հեռուստադիտող, դուք կարող եք կենցաղում ձեր ձեռքի տակ եղած հատիկեղենը եւ տարբեր առարկաներ օգտագործեք, որպեսզի մեր պես պատրաստեք այս հետաքրքիր զարգացնող խաղը, որը զարգացնում է մանր մոտորիկան, նուրբ շարժողականությունը, երևակայությունը եւ այլն։ Տեսեք, մենք վերցրել ենք ստվարաթղթի փոքրիկ կտոր, դուք կարող եք ավելի մեծը վերցնել, սոսինձ, հատիկեղեն, սպունգ եւ բամբակ։ Սոսնձել ենք նախապես պատրաստված առարկաներն այստեղ, բայց վերցրել ենք նաեւ զգայական պարկեր։ Այս զգայական պարկերը ձեզ ծանոթ են մեր նախորդ հաղորդումներից մեկից։ Տեսեք, զգայական պարկերի միջոցով մենք զարգացնում ենք երեխայի շոշափելիքի զգայարանը։ Բացի այդ, նաեւ մեր զգայական տախտակն է նպաստում դրան։ Հիմա ես եւ Մանեն պետք է հասկանանք, թե մեր երկու զգայական պարկերի մեջ ինչեր կան եւ այդ երկու զգայական պարկերի պարունակությունը որտեղ է մեր զգայական տախտակի վրա։ Մանե ջան, խնդրում եմ, վերցրու առաջին պարկը, որը որ քեզ դուր է գալիս, տես մենք երկու գույն ունենք այստեղ։ Սա ո՞ր գույնն է։ Կանաչ։ Ահա, իսկ սա Նարնջագույն։ Շատ լավ։ Կանաչն ես ուզում առաջինը վերցնել, թե նարնջագույնը։ Նարնջագույն։ Շատ լավ, սկսենք նարնջագույնից։ Դու կարող ես շոշափել պարկը, կարող ես մոտեցնել ականջիդ, որպեսզի լսես, թե ինչպես է այն խշխշում։ Իմիջիայլոց սա էլ նպաստում է նաև լսողական զգայարանի ակտիվացմանը։ Կարող ես այսպես պահել ականջիդ մոտ, որպեսզի խշխշացնես։ Երբ շոշափում ես պարկը, ինչպիսի տպավորություն է քեզ մոտ ստեղծվում։ Պարկի ներսում եղած հատիկեղենը երկրաչափական ո՞ր պատկերին է նման։ Գլորի։ Շատ լավ։ Իսկ առաջին տպավորությունդ ինչպիսին էր, ո՞ր հատիկեղենն է այստեղ։ Ո՞ր։ Այո։ Ապրես, շատ ճիշտ ես, այո, մեր պարկի մեջ սիսեռն էր, որը կար նաև մեր զգայական տախտակի վրա։ Հիմա խնդրում եմ երկրորդ պարկը շոշափես։ Հաճելի է, կոշտ է ներսի պարունակությունը, թե ավելի փափուկ։ Փափուկ։ Լավ, իսկ այնտեղ Բամբակ։ ապրես, ճիշտ ես, իսկ կարող ես զգայական տախտակի վրա ցույց տալ, որտեղ է բամբակը։ Ահա, շատ լավ, իսկ բամբակը մենք երբ ենք օգտագործում։ Օրինակ, եթե վնասել ես ձեռքդ կամ ոտքդ ու մայրիկը ցանկանում է դեղ քսել վնասած հատվածին, կարող է բամբակով դեղը քսել, այդպես է, չէ՞։ Հիմա տեսեք, հարգելի հեռուստադիտող, բացի մեր ներկայացրած տարբերակը, դուք այս խաղը կարող եք կիրառել նաև այլ կերպ։ Երեխային խնդրել, որպեսզի նա փակի իր աչքերը, իրեն մոտեցնեք զգայական տախտակը, նա շոշափի զգայական տախտակի մի հատվածը եւ ձեզ ասի, թե իր կարծիքով ինչ է դա։ Փորձեք Մանեի հետ։ Մանե ջան, խնդրում եմ, փակիր աչքերը, ձեռքդ դիր զգայական տախտակի վրա եւ փորձիր գուշակել, թե կոնկրետ զգայական տախտակի որ հատվածին ես ձեռքդ դրել։ Փակիր աչքերդ, ես պտտեմ։ Հիմա կարող ես ձեռքդ դնել։ Ահա, շոշափիր, փորձիր գուշակել, ինչ է։ Գուշակեցիր։ Իրականում մակարոն էր, որը հաստատ մայրիկն օգտագործում է համեղ ճաշատեսակներ պատրաստելու համար, այդպես է։ Բացի այդ, հարգելի հեռուստադիտողներ, ինչպես մեր նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ ասացինք, դուք կարող եք նմանատիպ զգայական պարկեր պատրաստել նաև փուչիկների միջոցով։ Ձագարը տեղավորեք փուչիկի մեջ եւ հատիկեղենը լցրեք չփչած փուչիկների մեջ, հետագայում արդեն փակելով այն։
կարող եք փուչիկները տարբեր գույների անել, որպեսզի զուգահեռ նաև երեխաների մոտ զարգացնեք գունային ճանաչողությունը։ Մանե ջան, քեզ այսօրվա մեր խաղը դուր եկավ, հավանեցիր։ Կփորձես քույրիկների հետ եւս խաղալ։ Այո։ Շատ լավ, ապրես։ Շնորհակալ եմ, որ այսօր ինձ օգնեցիր։ Այսօր ձեզ հետ Սիրանուշ Օհանյանն էր եւ Մանեն։ Կհանդիպենք։